Ողջույն հայեր, ողջույն իմ ուժեղ հայրենակիցներ, այսօր հունիսի 3-ն է, իմ ծննդյան օրը։ Շնորհակալություն։ Սովորաբար այսօրը մարդիկ անցկացնում են իրենց ամենամտերիմ հարազատների հետ։ Եվ այդ պատճառով ես այստեղ եմ։ Ձեզ հետ։ Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները։ Փաշինյանը խոստացել էր խաղաղություն Արցախի համար։ Տեսանք արդյունքը։ Հիմա նա ուզում է հանձնի Սյունիքը։ Մեկ շաբաթից Հայաստանն արթնանա ուրիշ ձևով։ Մեր ձևով, ուժեղ, արժանապատիվ և հպարտ։ Խաղաղություն և կպաշտպանի մեր հողերը։ Թող այսօրը դառնա ոչ Իրական փոփոխություն միայն Սամվել այլև մեր Կարապետյանի հետ։ երկրի վերածննդի օրը։ Փաշինյանը պառակտում է ժողովրդին, բաժանելով սևերի և սպիտակների։ Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության Սամվել Կարապետյանը ամենապատասխանատու միասնություն և բեմից համերաշխություն կբերի։ ես ուզում եմ խոսել մեկ մարդու հետ։ Իրական Մարդու հետ, փոփոխություն ով միայն վերջին Սամվել Կարապետյանի ամիսներին հետ։ անցել է մեծ դժվարությունների միջով։ Փաշինյանը Հայաստան Մարդու կբերի հետ, ով 300,000 պայքարել է, ադրբեջանցի։ ով եղել է Հայաստանի դատարանում ամենաերիտասարդ քաղաքացին։ Ես ուզում եմ դիմել Սամվել Կարապետյանը Հայաստանի ստեղծի ապագա 300,000 զինվորի, մշտական իմ փոքրիկ աշխատատեղ։ տղայի, Իրական Ալեքսանդրի։ փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ։ Ես պայքարել եմ քեզ համար, երբ դեռ սպասում էի քեզ։ Ես պայքարել եմ քեզ համար, Այսօր երբ դու ծնվեցիր։ մենք հավաքվել Ես ենք պայքարում եմ քեզ համար, քննարկելու նաև այսօր։ եւ Դու չես որոշելու մեծացնալու մի մեր երկրում, երկրին, մեր որի ժողովրդի վարչապետը վիրավորում է ամենաշատ կանանց։ հետաքրքրող հարցը։ Դու չես մեծանալու մի երկրում, այս որի երկու վարչապետը ամսվա պառակտում է ժողովրդին։ Անդրադարձանք բոլոր Դու չես տնտեսական մեծանալու մի ծրագրերին, երկրում, որոնք որտեղ մենք վարչապետը առաջարկում ենք մեր ժողովրդին։ վարկաբեկում է Բոլորս հիշում ենք քաղաքացիներին։ 300,000 Եվ աշխատատեղ, վերջապես ես խոստանում եմ $1 քեզ, միլիարդ տուրիզմի դու չես զարգացման մեծանալու համար, մի երկրում, ժողովրդական որտեղ քո կողքին տվյալների կապրեն բարելավման 300,000 ադրբեջանցիները, խոշոր միջոցներ, որովհետև ուժեղ փոքր Հայաստանում 300,000 ադրբեջանցի չեն ապրելու։ Եվ այլն, մարդիկ արդեն ծանոթացել են մեր ծրագրերին, բայց մենք ունենք ամենալուրջ Քո խնդիրը սերունդը մեր երկրի և կապրի ժողովրդի համար։ խաղաղ երկրում, Եթե մենք որովհետև կարողանանք մեր հայրենիքում կանգնեցնել կլինի ոչ թե թղթի վրա Փաշինյանի նախաստորագրված, եւ Ալիևի այլ պլանավորած երաշխավորված խաղաղություն։ 300,000 Դու կապրես ադրբեջանցիների Սամվել միտքը Կարապետյանի Հայաստան, ստեղծած ուժեղ կստացվի, որ Հայաստանում։ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը Այլևս ոչ բաժին մի են քաղաքացի հասնելու իրեն ադրբեջանցիներին։ լքված ու Դրա անպաշտպան չի զգալու Մենք իր մեր սեփական կառավարության երկրում, հենց առաջին որովհետև նիստին մենք կառուցելու ենք այն ընդունելու ենք Հայաստանը, գլխավոր որտեղ օրենքը մեր ոստիկանները երկրի ոչ Դա մենք լինելու են կոչել ենք ժողովրդի ոստիկանները, Սաֆարովի ոչ թե կանխարգելման Նիկոլի։ օրենք, Որովհետև որպեսզի մենք արգելենք կառուցելու ենք այն ադրբեջանցիներին Հայաստանը, գնել մեր հողերը, որտեղ գնել դատավորը մեր տները, արդարության մարդ հողեր է, ստանալ մեր ոչ թե հողերը, Նիկոլի, ինչպես մենք բոլորս որովհետև տեսել ենք։ մենք կառուցելու ենք այն 240 Հայաստանը, որտեղ 40 պատգամավորը կիլոմետր ժողովրդի ձայնն է, այլ ոչ թե Նիկոլի։ նվեր ստացան։ Սիրելի հայրենակիցներ, ուստի հանուն Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաների, հանուն մեր ուժեղ ապագայի, ես երդվում եմ, որ ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։ Կամ դու կգաս ընտրության,
կամ կգան ադրբեջանցիները։ Փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները հնարավոր են միայն ուժեղ Հայաստանում եւ ուժեղ Հայաստանի միայն ապագա վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Սամվել